Երեկվա Տրամպի գրառումները շատ ստույգ ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգների նախագահը գտնվում է բարձր ստրեսի պայմաններում, հնարավոր է նաև որոշ գիտակցական ֆունկցիաների թուլացման կամ գուցե թեթև հոգեբանական շեղումների իրավիճակում, դրա մասին խոսում են ամերիկյան մեկնաբանները, որ որոշում ընդունելու ունակությունը եւ մտածելու ունակությունը Տրամպի մոտ խիստ կասկածի տակ է։ Երեկվա իր գրառումը, որում նա օգտագործում էր տարբեր բառեր, որոնք սկսվում են F տառից, անգլերենում որը չեն անում անգամ երեխաները, դպրոցականները անգամ գիտեն, որ այսպիսի բառեր չի կարելի օգտագործել։ Սա գրվել էր Միացյալ Նահանգների նախագահի X-ի էջի վրա, այսինքն սա աննախադեպ մի բան է, բայց մենք Հայաստանում երևի չպետք է զարմանանք, մենք արդեն սովոր ենք այդպիսի բաների։ Դե պետք է ասել, որ տվել անցել է փաստորեն որոշ խմբերի ղեկավարներին այսպիսի բան անգամ մեր մոտ չէր գրվել։ Չնայած գրվել էր եկեղեցականի մասին, այո, դա գրվել էր։ Սա կոչվում է հոգեբանության մեջ hypervigilance, գիպերզգոնություն։ Այսինքն, երբ մարդը բարձր ստրեսի մեջ է, ֆրուստրացիայի մեջ է, նա կարող է խուճապի, անցնել խուճապի, նա չի կարողանում սովորաբար ճիշտ վերլուծել բոլոր տեղեկությունը, որը նա ստանում է, բոլոր տեղեկությունները ճիշտ ձևով, ռացիոնալ ձևով որոշում կայացնի, սկսվում է իր մոտ այդ պանիկան, այդ խուճապը, մարդը սկսում է արագ փոխել իր կարծիքը, արագ նայել տարբեր գործողությունների հնարավորություններին եւ սովորաբար սխալ ընտրություններ է կատարում։ Ցավոք սրտի հիմա այս մարդը Միացյալ Նահանգների նախագահն է։ Իր ձեռքի տակ են հազարավոր միջուկային գլխիկներ եւ ամենամեծ բանակ աշխարհում։ Ինչ կարելի է սրանից սպասել։ Այսօր երեկոյան ավարտվում է իր վերջնագրի այդ ժամկետը, որ նա տվել է Իրանին, որից հետո, ինչպես տեսակ, նա խոստացավ ռմբակոծել Իրանը այնքան, որ Իրանը հետ ընկնի քարե դար, որտեղ իր տեղն է։ Սա իհարկե էմոցիոնալ հայտարարություն է, ինչպես ասեցինք, երբ որ մարդը այդ hypervigilance-ի մեջ ընկնում է, գիպերզգոնության մեջ, նա սկսում է էմոցիոնալ, իմպուլսիվ որոշումներ ընդունել, եւ հենց սա է կատարվում Տրամպի հետ։ Շատ հնարավոր է, որ նա այո, շարունակի ռմբակոծել Իրանը չի հանձնվելու։ Սա էլ ավելի խորացնելու է տնտեսական ճգնաժամը ամբողջ աշխարհում։ Հնարավոր է, որ նա գնա ինքնասպանության այդ քայլին, հաջորդ քայլը դա Միացյալ Նահանգների ցամաքային ուժերի տեղակայումն է Իրանում։ Սա ինքնասպանություն է լինելու ամերիկացիների համար, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զոհեր են լինելու։ Դրանից հետո Տրամպի քաղաքական ապագան շատ մշուշոտ է երևում Միացյալ Նահանգներում եւ կարծում եմ գնալու է դեպի impeachment։ Ինչ է սա նշանակում աշխարհի համար։ Տրամպը ասաց, որ այսօր երեկոյան, եթե Իրանը չբացի Հորմուզը, նա կոչնչացնի Իրանի ինֆրաստրուկտուրան, նավթային, գազային, էներգետիկ ինֆրաստրուկտուրան։ Իրանն էլ կպատասխանի ոչնչացնելով Պարսից ծոցի ինֆրաստրուկտուրան, այսինքն այդ բոլոր նավթի վերամշակման գործարանները, տերմինալները, խողովակները, օբյեկտները բոլորը ոչնչացվելու են։ Դե արդեն մի մասը ոչնչացվել է։ Սա ինչ է նշանակում։ Եթե հիմա հենց այսօր կանգնի պատերազմը, աշխարհը պետք է մի քանի ամիս վերականգնվի։ Մի քանի ամիս դեռ մենք լինելու ենք ծանր տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Բայց եթե ոչնչացվի ինֆրաստրուկտուրան Պարսից ծոցի, դա տևելու է ոչ թե մի քանի ամիս, այլ մի քանի տարի, քանի որ այդ գործարանները մի օրում չեն վերականգնվելու։ Դա նշանակում է, որ նավթի եւ գազի պակասը շարունակվելու է ամիսներով, եթե ոչ տարիներով։ Դա նշանակում է, որ աշխարհը մոտենալու է խոշորագույն տնտեսական ճգնաժամի, ռեցեսիայի, հնարավոր է նաև դեպրեսիայի։ Միացյալ Նահանգներում արդեն տարբեր ինդուստրիաներ կան, տարբեր արդյունաբերական օբյեկտներ են փակվում, արհեստական բանականության ինդուստրիան է տուժում, ավիաընկերություններն են տուժում, մետալուրգիան է տուժում եւ տարբեր ուրիշ ուրեմն տնտեսության բնագավառներում մեծ ճգնաժամ է առաջանալու։ Այս պայմաններում Հայաստանը շատ եւ շատ մտածելու բան ունի, թե որ երկրների հետ է նա ուզում իր հարաբերությունները խզել
եւ որ երկրների հետ նա ուզում է իր հարաբերությունները կառուցել։